Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը, ասել են գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները կշտկվեին, հիմա ինչ է լինելու։ Մեր ժողովուրդը Ռուսաստանից կախված են, մեր բոլոր երիտասարդությունները Ռուսաստանի այն ոնց ասած աշխատանքով են, որ իրանց ընտանիքը ստեղ պահում են, էլի, որ սա չի թողնում մարդիկ օժոժանեն, այն ոնց ասած շատ կներեք, ես չգիտեմ, ինքը մենակ իր մասին է մտածում, իսկ ժողովրդի մասին չի մտածում, երբեք։ Ո՞նց է լուծվելու այս հարցը։ Եթե սա դուրս գա, սրան վտարեն, դուրս կգա ժողովրդի վիճակը կլավնանա, եթե չէ, պետք է ավելի վատանա։ Ես շատ անհանգիստ եղել եմ, ես շատ անհանգիստ եմ այդ գծով, բայց դե որ երկի ղեկավարները գտել են, որ հնարավոր է, անում են ես հիմա տեսնենք էլի։ Ես շատ անհանգիստ եմ այդ գծով, շատ վերին աշճանի։ Ինչ է անհանգիստ։ Կարող են պատահի հետո չկարողանան այդ տեղացը վաճառեն եւ մեր բյուջեն ավելի վատանա։ Այ խոսքը դրան է։ Այ հակառուսական քաղաքականություն է անում, մեր միտքը չի գնում, գազել արտոնյալ որնարված է մարդը։ Հա, հատ պետք է պահել, ամեն ինչ խոստացավ են մարդը, աշխատատեղ էր, եսիմ թոշակներ, գյուղացիները, ովքեր ջերմոցներով աշխատում էին, այսօր այդ արտահանումը արգելափակված է, չէ՞։ Ռուսաստան ապրանք չի գնում, Եվրոպա այն ինչ է իբր թե գնում, դա սուտ է։ Եկեք թվերով համեմատնենք, 2.5-ից 3 միլիարդ միայն այս սեզոնային մրգերն է, միրգ, բանջարեղեն, մեկ է ծաղիկներն է։ Սեզոնայինի մասն է խոսքը։ Այ հիմա որ կա ծիրան, կեռաս, հələ հետոյի մասին չեմ խոսում, որ այսա խնձորնա հասնելու, դեղցնա հասնելու։ 2.5 միլիարդից 3 միլիարդ է։ Դրա արտահանումը։ Եվրոմիությունը մեզ 50 միլիոնի իբր փոխհատուցում է տվել։ 2.5 միլիարդը որտե՞, 50 միլիոնը որտե՞։ Հիմա մի հատ դուք ինձ կարող եք ասել, որն է խաբկանք, որն է խեղճ կատակություն։ Այս ընտրության ժամանակ ստատիստիկայով ովքեր են ամենաշատը ձայն տվել ԿՊ-ին։ Ես դեմ չեմ, թող տան մարդիկ, ազատ ընտրության իրավունք կա, բայց ովքեր են տվել գյուղացիները, այն գյուղացիները, ում բերքը որ այսօր չի գնում Ռուսաստան, ու այսօր ողբում են։ Նու ավել ճիշտ չէ, այդ գյուղի ջերմոցատերերի բերքը չի գնում, բայց այդ գյուղի ժողովուրդը խոմ աշխատում են այդ ջերմոցներում, խոմ փող են ստանում այդտեղից։ Եվ իր արդյունքի հետո իրանք ինչի հասա, քաղաքական դրդապատճառներ ունի։ Բարձա, մարդը ասում է, եղբայր, մենք մի միության մեջ ենք, ԵԱՏՄ-ը կոչվում, ինչա կոչվում, ինչ չի կոչվում, բայց ԵԱՏՄ-ի հաշվին մեր տնտեսությունը զարգանում է։ Որովհետև Ռուսաստանը իր շուկա թողնում է մեր արտադրանքը, որի որակային հետևից ինքը շատ չի ընկնում։ Ժողովուրդ, դուք Եվրոպան տենց բան մի պատկերացրեք, էլի վարդագույն ակնոցներով։ Եվրոպան մի քանի երկիր է, ասի չէ։ Խոսքը գնա Գերմանիայից սկսած։